Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին, Հաշտում մի ամեղ լրություն էր դիրում, ու միայն վերքերը վիրավոր հողի հուշում էին որտեր բادرազմ էր գնում։ Խրամատի մեջ մի բադանի զինվոր Գարոդով նամակ էր գրում, նա հիշում էր դունը հայրենի զվարած հայոց լեռներում։ Մի լացիր իմ այրիկ, սպասիր ինձ և ես գկամ, ես քեզ շատ եմ սիրում, գարոդել եմ իմ այրիկ, ես հիշում եմ խոսքերը քո, սիրել հողը մեր հայրենի, ես հիշում եմ արցունքները քո, երբ պատմում էիր ջարդերի մասին, ես հիշում եմ դունը մեր փագի պարտին ձեռացած, ես հիշում եմ խոխոչնար վագի ուր մանգագան խաղերս անցած։ Լուսվեց հրաման մի որոտ դղրդաց, ծանր արգերի դակ հողը դնկած, ձերքին հրացան նամակը ծոսում վահած, դղան առաջ նետվեց ադամները սեղմած, պետք էր անցնել ընդամենը 100, լոք 100 քայլ հայրենի հողի, բայց ինչքան կարճ են քայլերը խաղաղ, և ինչքան երկար թաշտում այս կռվի, ու հանգարց կարծես լռեց ամեն ինչ, դղան հնձված հասկի պես ընկավ, ձեռքորում սեղմած նամակը ծակված, հայացքը ուղղած գաբույտ երկնքին։ Նա նայում էր գաբույտ երկնքին ու հիշում էր դունը հայրենի ու փագի բարտին ծերացած, որի դակ մայրը կսպասեի նամակին։ Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին, հրետանուցայնը լսվում էր հերվում, ու միայն մահամերձ ընկած հայորդին, հայոց լեռների երկներ երկում, թրջեի